Բարև սիրելիներ, մեզի համար պիտի գարթամ ավետարան ըստ Հովաննու 6-րդ գլուխեն 48-րդ մինչև 51-րդ համարները եւ 55-րդ մինչև 58-րդ համարները եկեք լսենք մեր Տերոջը խոսքը Հիսուսը ասավ ես եմ գենաց հացը ծեր հայրերը անաբադին մեջ մանանան գերան ու մերան այս է այն հացը որ երկինքեն գիչնե որբեսի եթե մեկը ատկե ուդե չմեռնի ես եմ գենթանի հացը որ երկինքեն գիչնե եթե մեկը այս հացեն ուդե հավիտենական պիտի ապրի եւ այն հացը որ ես պիտի դամ իմ մարմինս է որը ես պիտի դամ աշխարհին գենթանի համար ան վասնզի իմ մարմինս ճշմարիտ գերագուր է եւ իմ այրունս ճշմարիտ խմելիք է ան որ իմ մարմինս գուդե ես եւ իմ այրունս կխմե անիգա իմ ներսիցս կփնագի ու ես անոր ներսիցին ինչպես գենթանի հայրը զիս խրգեց ու ես գենթանի եմ հորը ցերկով այսպես ալ ան որ զիս գուդե ինքալ իմ ցերկովս գենթանի պիտի մնա Տերը օրհնե իր սուրբ խոսքը ուրեմն կմոտենանք ավակ 5 շաբթի եւ կհիշենք Հիսուսին վերջին ջաշը իր աշակերտներուն հետ որ ինք կհանցնե հացը եւ խավաթը եւ կսե որ այս հացը իր մարմինն է եւ խավաթը իր այրունն է եւ ալհոս Հիսուս հայտնի գնե որ ինքն է այս գենթանի հացը ինքն է այս հացը որ գուտա որբեսի մենք ուդենք եւ կյանք ունենանք այս ժամանակ ժողովուրդը Հիսուսին հրաշքներ դեսան որ ինք 5000 մարդոց ջաշ կերագրեց ցուգով եւ հացով եւ հիմա Հիսուսին կփնտրեն գուզեն եւ հարցնեն իրեն ինչ նշան գուդաս մեզի ինչ հրաշք պիտնես մեզի որբեսի մենք հավատանք ըսին որ մեր նախահայրերուն ասված մանանան դվավ անաբադի մեջ որբեսի իրենք կրնան ուդել եւ նշան մլա եւ հրաշք մլա իրենց համար Հիսուս գիտե որ իրենք այս հրաշքը կփնտրեն ոչ թե որբեսի իրենք հավատան բայց որբեսի նորեն հաց ուդեն եւ կշտանան բայց Հիսուս իրենց կսե որ ինքն է այդ գենաց հացը ինքն է այդ հրաշքը որ կփնտրեն այդ հրաշքը եւ այդ հացը իրենց արչեւ կգենա բայց թեր չեն հավատար եւ չեն ճանչնար թե ով է Հիսուս եւ Հիսուս տարօրինակ բամը կսե իրենց կսե որ պետք է այդ հացեն որ իր մարմինն է ուդեն եւ իր այրունը որ խավատն է այրունեն խմեն ուրեմն ժողովուրդը զարմացավ Հիսուսին ասվածը քանի որ ինչպես կարելի է որ մեկում մարմինը եւ մորթը ուդես եւ այրունը խմես ասի արգելված է Մովսեսի բادرվիրանքներուն մեջ անգարելի բամն է որ մեկում մարմինը եւ այրունը ուդես բայց Հիսուս ուզեց հայտնել իրենց որ գիտնան որ միայն իր մարմինով եւ այրունով պիտի գնան այս նոր կյանքը ստանալ որ իր մարմինը որ պիտի կդրվի եւ պիտի չարչարվի մեզի համար եւ իր այրունը որ պիտի թափվի որ մաքրե մեր մեղքերը միայն անգերբով կրնանք իրապես այս կյանքը եւ հավիտենական կյանքը ունենալ անոր համար ասա որ ան որ այս հացը ուդե եւ այս խավաթը որ խմե պիտի ապրի հավիտյան եւ հարցուցին իրեն ուրգե գրնանք առնել այս հացը ուր գրնանք երթալ որ ասի ուդել այն ժամանակ Հիսուսը որ ես եմ այդ գենաց հացը իմ մարմինս պետք է ուդեք իմ այրունս պետք է խմեք եւ ժողովուրդը շվարած էր չէին գիտեր որ Հիսուս ինչ կսեր բայց գիտենք որ երբ իր աշակերտներուն հետ Հիսուս ջաշեց եւ հայտնի ըրավ թե ինչ է իմաստը այս հացին եւ խավաթին համար որ իրապես իր մարմինն է եւ իր այրունն է քանի որ անոնք որոնք մանանան գերան անաբադին մեջ գերան բայց վերջիվերջո իրենք մերան բայց Հիսուս կսե ան որ այս հացեն ուդե թեև մեռնի թեր պիտի ապրի ուրեմն մենք ալ պետք է մասնակցենք պետք է ընդունենք եւ մաս առնենք Հիսուսին մարմինին եւ այրունին որբեսի հավիտենական կյանք ունենանք երբ կտեսնենք եւ գիտնանք թե միայն իր զոհով եւ այրունով կնանք այս նոր կյանքը ունենալ այն ժամանակ իրապես
կմասնակցենք եւ գնանք ապրիլ եւ հավիտենական կյանք ունենալ։ Ուրեմն երբ գուքանք եւ կմասնակցենք հաղորդության, երբ կստանանք հացը եւ քավաթը եւ գուտենք ու կխմենք հիշելով թե Հիսուսի զոհով եւ այրունով է, որ կգնանք այս հարաբերությունը ունենալ Աստծո հետ եւ երբ հարաբերություն ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի միջոցով այն ժամանակ իրապես գուտենք եւ գխմենք եւ գաբրենք ոչ միայն այս կյանքի մեջ, բայց հավիտենական կյանքով գաբրենք եւ թեև մեռնենք պիտի ապրենք ինչպես Հիսուսը ասավ Տերը օրհնեցես